Պարզես հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք մեր երիտքաստ ոդկասթների շարքը եւ այսօր նոր ֆորմատով ենք հանդես գալու, եղանակային ոդկասթ ենք ունենալու նժար համաճարակական շարժման անդամներ Արտաշես Սիկանովի եւ Տիկին Նինա Կարապետյանցի հետ։ Պարզես շնորհակալ ենք այսօր մեզ հյուրընկալելու համար։ Նախ կուզեի մի փոքր պատմեք ձեր շարժման մասին, որ ստեղծվեց եւ ինչ հիմնական նպատակներ ունեք։ Հա, նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Իսկապես ուրախալի է տեսնել, երբ որ երիտասարդներն են աշխատում, հետաքրքրված են, ես գիտեմ, որ ձեր եթերները նայում են հիմնականում երիտասարդները, սա մեզ համար շատ կարևոր է, որովհետև այն ինչի մասին մենք խոսում ենք, այն ինչի մասին մենք նպատակ ենք դրել մեր առաջ եւ վստահ եմ, որ մենք դա իրականացնելու ենք, հատկապես պիտի հետաքրքրի երիտասարդներին, որովհետև դա իրանց ապագայի մասին է։ Ինչպես հանդիպեցինք, շատ պատահական։ Պարզվեց, որ կան գաղափարներ, այսինքն փնտրտուքներ են 20 թվականից հետո եղել են շատ մեծ, շատերը գիտակից հասկացող մտածող մարդիկ փնտրտուքների մեջ են եղել գտնել լուծում այն իրավիճակից, որը ստեղծվել էր 20 թվականի պատերազմից հետո։ Տարբեր ֆորմատներով հանդիպումներ են տեղի ունեցել, պարոն Նիկանումով իր հերթին էր կազմակերպում, ես իմ հերթին էի հանդիպում, բոլորս այսպես sense խառնաշփոթ process-ի մեջ ենք, ու ամեն տեղից ոնց որ կարողացանք ամեն մեկը ուներ իր sense յուրահատուկ ինչ որ գաղափարը միտքը, որին չէր բավականացնում մնացած ինչ որ դետալներ։ Այ puzzle-ը հավաքվեց, երբ որ հանդիպեցին մարդիկ, ովքեր որ իսկապես գաղափար կրող են։ Դա պարոն Նիկանոմովն էր, ես ճիշտ ասած բերել էի ծանոթացնելու, պարոն Միսկարանն էր Գարեգին, մենք հանդիպեցինք, սկսեցինք խոսել, քննարկել ու արդյունքում պարզվեց, որ այդ ծրագիրը ինքը ամբողջական դարավ ու նաև աշխատանքները ցույց տվեցին, որ դա քննարկումները, նաև մասնագիտական քննարկումները, որտեղ շատ կարևոր էր հասկանալ այն ինչի մասին մենք հետո հույս ունենամ դեռ կխոսենք, մասնագիտական աչքով, այսինքն իրավաբանները, քաղաքագետները, տարբեր ոլորտի մասնագետները սկսեցին քննարկել ու հասկացանք, որ սա լավագույն տարբերակն է այն ինչ որ մենք առաջարկում ենք հիմա հասարակությանը։ Ու աշխատանքները շարունակվեցին։ Պարոն Նիկանով, դուք ինչ կասեք, ինչպես եղավ որ մնացեք այս շարժմանը։ Իրականում ես Տիկին Կարապետյանցի պես հեչ նպատակ չունեի քաղաքականության մտնելու, չնայած մենք քաղաքական առումով, ասենք, ոնց որ ասես Տիկին Կարապետյանցը խումբ ունենք, մոտ 2 տարի աշխատում ենք, բայց մենք ուզում ենք ներկայացնենք դա այն թիմերին, ովքեր որ կուզենան օգտագործեն այդ մեր մոտեցումները հետագա իրանց աշխատանքի ընթացքում, սակայն ստացվեց այնպես, որ հանդիպեցինք Տիկին Կարապետյանցի հետ եւ ինստինկտիվ ստացվեց իրականում, ամեն ինչ ինստինկտիվ ստացվեց եւ բանը իրականում ինստինկտիվ չեն ստացում, երևի թե կար դրա նախախնամություն։ Այո, դա հա, իհարկե ամեն ինչ աստծո գալի եւ իրականում այդ խոսքից հետո, խոսքի հետեւից եւ որոշեցինք, որ երևի թե եթե ուզում ես անես մի բան, որ լավ լինի, ինքդ պետք է անես եւ ընդհանրապես ես խորհուրդ կտամ երիտասարդներին էլ, որ ինքներդ միշտ վերցնեք ձեր ձեռքը, դժվար կլինի, ծանր կլինի, պետք է գնալ դեպի ապագա, դեպի առաջ, մի անգամ, երկու անգամ, 5 անգամ կընկնեք, վերկանալ, նորից գնալ, դա ամենակարևոր հարցն է։ Մեր պարագայում մենք արդեն ասենք ես ավելի տարեցմ արդեն Տիկին Կարապետյանցը երիտասարդ կին է դեռևս։ Շատ հարաբերական իհարկե։ Ի տարբերություն ինձ եւ իմ տարիքային մարդկանց, բայց մի բան ասեմ, հա, որ իրականում սա այն մոտեցումն է, այն նպատակն է, որ մենք հասկացանք, որ այո, մենք պետք է դիմենք մեր հասարակությանը, որ իրար հետ միասին մենք կարողանանք այդ փոփոխությունները անել, համակարգային փոփոխությունները, որտեղ մենք մինչև այդ ախտորոշել ենք խնդիրները, թե ինչ ունեն։ Պրոբլեմները կայանում են նրա մեջ, որ այդ 35 տարվա մեջ ոչ մեկ չկարողացավ մեր ղեկավարներից ինստիտուտներ կայացնի եւ դրա հետ միասին էլիտայի ձևավորման մոտեցումը չի կայացել։ Փաստորեն մենք ապրում ենք ընտրությունից ընտրություն, մի մարդուց մինչեւ մյուս մարդը փորձենք գտնենք լավին, որ կլինի, որ մեկը գա, մեզ բոլորից փրկի ինչ որ մեկը, ոչ, մենք ոչ մեկի վրա չպետք է հույս դնենք, մենք պետք է այնպեսի ինստիտուտներ կառուցենք, եւ որ ոչ մեկից կապ չունենա, թե լավ մարդ լինի, թե վատ մարդ լինի, ինքը պետք է գա աշխատի իր աշխատանքով ապացուցի, որ ինքը հայասեր է, ազգասեր է, պետականամետ է, հայամետ է, եւ եթե հանկարծ սխալանի, միանգամից ինքը դուրս կգա եւ միշտ կարողանան, ասենք, իր վրա ազդեցություն ունենան այն անկախ մարմինները, որոնք որ դատարանն է, դատախազությունն է, որ կարողանան իր հետևից գնան, այլ ոչ թե թագավորներ աճացնենք մեր գլխին եւ ընկնենք այդ կրակերի մեջ։ Հիմա
ուսումնասիրելով ձեր նախագիծը, ընդհանրապես դա համաշխարհային տենդենս է, հա, որ պոպուլիզմը ավելի շատ թափ է առնում, մեր իշխանությունները, ընդդիմությունները փորձում են ինչքան հնար շատ հեշտ sense ձևակերպումներով, հա, գնահատվության, չգիտեմ, ինչ որ իշխանությունը ինչպես միշտ փորձում է չարու ու բարու միջև պայքար ինչ որ, հա, ձևակերպի ու այսպես որ նախկիները հետ չկան, մենք կընտրվենք։ Հիմա ձեր գաղափարները որպես այդպեսին, այս դաշտում ըստ տեղավորվում են, թե չէ, որտեղ բավական բարդ գաղափարներ են, ինստիտուտների փոփոխություն եւ այլն, ու ինչքանով դա հնարավոր կլինի կապիտալիզացնել ընտրությունների շրջանում, հա, որովհետեւ բավական բարդ գաղափարներ են ու հիմա հասարակությունն էլ, հա, այս մեդիա դաշտի եւ ամեն ինչի հետ կապված բավական հիմա այլ կողմ է էլի թեքվել ու հիմնական այդ ընդդիմության ու իշխանության միջև, հա, նկատի ունեմ խորհրդարանական ընդդիմության ու իշխանության միջև այդ պայքարում է հանդես գալիս, ինչքանով դա հնարավոր կլինի ու մի բան էլ նկատել ենք, որ այս մի հատ էլի շատ կարևոր հարց է, որը շատերի կողմից քննարկվում է, էլի իշխանությունը հիմա ունի այսպես իր գրպանային ընդդիմությունը, հա, որոնց հետ նույն Երևանի քաղաքապետարանը կոալիցիա կազմում, ուզում են վաղաշաբաթում կազմեն ու շատ ընդդիմանիներ կան, որ ձեզել են մեղադրում դրա մեջ, հա, որ եւ ում հետ են մեզ կապում ուղղակի հետաքրության համար։ Դե հիմա Հայաստանի այդ իշխանության գրպանային ընդդիմությունը, որ պսևդո արևմտամետն է, այդ արևմտականությունը այնքան է փնովել, հա, որ ամեն արևմտամետ մարդ ինքն ավտոմատ կապվում է իշխանության հետ։ Այդ տարբերակով են հիմա հասցնում։ Մեզ կապում են իշխանությունների հետ։ Քանի որ դուք արևմտամետ եք, քանի որ իշխանության ոնց որ ասում է գրպանային ընդդիմությունը համարվում է հիմա հիմնական արևմտամետը։ Եթե թույլ տաք, ուրեմն Համբերտ ջան, նայեք, նախ եւ առաջ ժամանակը ցույց կտա, իսկ այս մոտակա 3-4 ամսվա մեջ դուք կարողանաք տեսնել, թե ինչ կերպ նախ եւ առաջ մենք փոքր չենք լինելու, մենք շատ մեծ ենք, դեռևս երևում ենք փոքր, հա, բայց դուք կտեսնեք, թե ինչքանով մենք մեծ ենք լինելու, թե ինչ մեծ կոալիցիա ենք մենք ստեղծելու, ու այդ ոչ թե մենք ենք մենակ, այլ մենք ում հետ որ խոսում ենք, մեր մոտեցումն է այնց եղել նենց, որ մենք չենք սարքում կուսակցություն, մենք կուսակցական ոչ մի գաղափարախոսություն չենք ստեղծում, մեր գաղափարախոսությունը միակն է, պետք է լինի արժանապատիվ, ազատ, ուժեղ Հայաստան, իրավունքի երկիր, ոչ թե իրական Հայաստան, այլ իրավական Հայաստան ենք մենք ուզում ստանանք, դրա համար մեզ պետք է բացի պարլամենտում ներկա ուժերից, բոլոր ուժերը աչական, ձախական, ռուսամետ են ասում իրանց, մեկին արևմտամետ են ասում, մեզ հետաքրքիր չի, մեզ հետաքրքիր են այդ մարդկանց էությունը, եթե իրանք պատրաստ են ու իրանք իրականում հայամետ են, այդ մարդկանց բոլորին համախմբելն է մեր նպատակը եւ բոլորով մի ճակատով դուրս գալ այս բոլորի դեմ, թե այս իշխանության, թե իրանց այսպես ասած այդ ընդդիմության, որ պարլամենտային ընդդիմությունն է, չնայած էլի սատելիտներ ունեն, իհարկե իրանք ունեն ոչ ընդդիմային, հա, այդ դաշտում, որոնք որ պարզվելու են, դրանց դեմքերն էլ է բացվելու, գեղեցիկ խոսալով դուրս են գալի բան անում, այդ ամեն ինչը մենք ամեն ինչը կդնենք ժողովրդի դեմ, ժողովուրդը ինքը կհասկանա, բացի դրանից ժողովուրդը իրականում զգում է, իմացեք Համլետ ջան, ուրեմն գիտեք ոնց, թե երիտասարդները, թե տարեց մարդիկ այս օրադրությամբ այս 35 տարվա մեջ մերոնք շատ իզուր են մտածում, որ ժողովուրդը բան չի հասկանում, շատ լավ հասկանում են, պատկերացնում են եւ այդ ամեն ինչը զգալի է, թե այդ մարդը ազնիվ է, ազնիվ չի իր մոտեցումների մեջ, բայց շատերը առաջարկում են, որ պետքա ինչ որ պոպուլիզմի բաներ օգտագործեք, հա, իրականում բաներ կա, որ մենք առաջարկելու ենք ու եւ հիմա չենք առաջարկում մենակ մի բան պատճառ, որ մեզ չմեղադրեն այդ պոպուլիզմի մեջ, բայց դրանք պոպուլիզմի բաներ չեն, որ մենք առաջարկել ենք։ Մենք օրինակ այսօր ես կարամ 100% ձեզ ասեմ, որ ասենք մեր պարագայում բացի նայած որ մենք համակարգային փոփոխություններն ենք առաջարկում ու անելու ենք, այն մոտեցումը որը որ թվանշային պետության մոտեցումներն է, մենակ դրա կիրառելը մեզ կտա հնարավորություն հնան աճացնել մեկին մեկ։ Այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է որ թոշակառուները 100% կունենան ավելացում իրանց թոշակների, դա ոչ թե ամենաբարձր թոշակները, այլ ասենք միջին եւ ցածր թոշակառուները 100%-ով կբարձրանա իրանց թոշակները։ Մենք կարողանանք աշխատավարձները թե զինվորի, թե բժշկի, թե դասատուի, այդ ամենակարևոր այն սոցիալ ընկճված ոնց որ ասած, հա, այն մասային դրանց աշխատավարձները
եթե չասեմ 1-1, բայց 50%-ով առնվազն բարձրացնել եղածից այսօրվա, որ իրանք ուզում են ավելացնել, որտեղ իրականում հնան, եթե դու ավելացնես 1-1։ Դες բաներ շատ ունենք պատրաստած, բայց մենք կուզենայինք իհարկե այդ կոալիցիայով իրար հետ վերջնական ներկայացնենք, որտեղ մեր նպատակը ոչ թե տնտեսական եւ այդ փոփոխություններն, այլ համակարգային փոփոխությունները։ Մենք նրա համար ենք պայքարում, որ ասենք մի անգամ չգա լավ մարդ ու լավություն անի, լավ տնտեսագետ լինի, ինչ որ փոփոխություններ անի, հետո մեկ էլ մի հատ էլ Նիկոլ նորից գա դրանից, հետո էլի սաղ փչացնի։ Մեզ պետք է որ ինստիտուտները աշխատեն, որ դա լինի միշտ եւ լինի ապագայում երիտասարդների համար այն պետությունը, որտեղ իրանք կարողանան իրանց ապագան ճիշտ ձևի պատկերացնեն եւ ծրագրեն։ Հիմա այ շատ հետաքրքիր բան ասացիք, որ ասիք չպետք է լինի մի հատ նոր Նիկոլ գա, բայց մի հատ շատ վատ հաս կտամ, արդյոք հիմա մեզ Նիկոլ 2 պետք չի, որ կարողանանք առաջինից ազատվենք, որովհետեւ նախկինում ինչ է լինում, հա, ինչ որ մի բան լինում էր, թե Նիկոլ Փաշինյանը, թե իրավապաշտպաններ տարբեր, որոնք հիմա իշխանական են դարձել հետաքրքիր ձևով, ինձ թվում է մի քիչ շարունակեն 2026-ում համասական ցուցակով իշխանության հետ ԿՊ-ի ցուցակով Էլի Յովնասյանն հիշեցիք։ Ну, Իրան էլի շատ մենակ ինքը ոնց որ ամենաշատերևացողն է հիշում առաջինը։ Դե ամենաշատերևացողն է ինքը այդ դաշտից։ Նախ եթե մի բառով ձևակերպենք, այսինքն համապատասխան քվեներ ստանալ դեպքում իշխանության հետ կոալիցիա չեք կազմի ոչ մի դեպքում 2026 թվականին։ Բացառվում է։ Այն մարդիկ ովքեր այդ 1000%-ով կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի հետ մի ճանապարհ չկա գնալու, որովհետեւ այս մարդը հստակ ընդգծված հակահայկական գործողություններ եւ Արամ Զավենի Սարգսյանի հետ էլ ասեմ, որ իրանց պրոքսիների, հա, էլի բացարձակ տարբերություն չկա եւ գիտեք կարելի է ձևացնել թե դու ինչ որ մարդիկ ասեն շատ խիստ կոշտ դիրքերից են խոսում ու ձևացնում են, դեռ պարոն Հիկանովը շատ լավ ասեց, դեռ շատ մարդկանց դեմքեր են բացահայտվելու եւ մենք մասնակցելու ենք այդ բացահայտման process-ին, որովհետեւ այնքան շատ մարդ կա, ովքեր ներկայանում են որպես ընդդիմադիր, որպես այո, հենց արևմտամետ, բայց այդ մարդիկ ասում են մոտիկ չեն այդ process-ներին, ուղղակի հիմա դրա ժամանակը չի։ Երբ որ ժամանակը գա, մենք հիմա ավելի կարևոր աշխատանք ենք անում, մենք հիմա համախոհության եւ համագործակցության եզրեր ենք գտնում առողջ ուժերի հետ։ Բայց Նիկոլ Փաշինյանի հետ որևէ ինչի, որովհետեւ Նիկոլ Էրկուսի հետ կապված եմ ուզում հարցնել, որովհետեւ նախկինում եթե ինչ որ բան լինում էր, Նիկոլ Փաշինյանը ասես մի անգամից հա ամբիոնից ինչ ասես ասում էր, հա բոլորը լսում են հիմա այդպիսի մարդ ինքն է ոնց որ ինքը իրան դիմադիր է խաղում մեզ ոչ մի ֆորմատով Նիկոլ Էրկուս պետք չէ, այս ժողովուրդը մեղք է, այս ժողովուրդը մեղք է, մեզանից ոչ մեկ դաշտում չկա, ոչ առողջ, ոչ անառողջ ուժերի մեջ, ոչ հանրապետություն, ոչ Նիկոլ Էրկուս, մեզ պետք չի, ոչ իրական, մեզ պետք է ստաբիլություն, մեզ իրականում ստաբիլություն է պետք, հանգստություն է պետք, դաշնակություն է պետք մեր ժողովրդին։ Մեր ժողովուրդը հոգնել է այս ամեն ինչից, Նիկոլներից, Սերժերից, Ռոբերից հոգնել է այս ժողովուրդը։ Այսօր պետք է ճիշտ ծրագիր, համակարգային փոփոխման ծրագիր, որը թույլ կտա այդ ամեն ինչը, որ մարդիկ ասկի չիմանան թե ով ալնելու նոր վարչապետը, հեչ վեճները չլինի։ Ազգային ժողովը ընտրեցին ու հանգիստ գնացին իրանց համար, թող ազգային ժողովը ընտրի այդ վարչապետին, վարչապետն է շամպես պետք է աշխատի, լավ աշխատավար ստանա, բայց միշտ իմանա, որ հետևը կանած մի հատ դատախազ, դատավորները, որոնք որ հետևում են, հանգարց մի հատ սխալ քայլ արեց ինքը անկախ է լինելու ու կախված չի լինելու վարչապետից, չի վախենալու, ձեռքերը կապված չեն լինելու իրան ձեռքակալելու։ Բայց մայր ձեր հատվածը կարող է կտրեն, ասեն այ նայեք, իրանք ասում են, որ պետքա ժողովուրդը չիմանա իր վարչապետին, պետքա ապակականացված լինի, որ իրանք ինչ ուզեն անում։ Գիտեք ոնց ես ավելին ասեմ, ով կկտրի, ինչը կկտրեն։ Բան լրատվամիջոցներ կան։ Ուրիշ լրատվամիջոցներ, հա, կկտրեն։ Ինչը կկտրեն, գիտեք ոնց, այդ սատերը մեկը 40 օր է տևում այդ սատերին։ Հայաստանը այնքան փոքր է, հասկանան թող մենք չենք վախում տենց բանից, իրականում Համբետ ջան, որ պատկերացեք, մենք խոսում ենք մեծամասնությամբ երբեք ձայնագրված չենք բանանում, ասենք մեր ձայնագրությունը չեն կրճատում, կտրտում, որ հատուկ բան անեն, հլակարակ ինձ մի անգամ մեկը ասեց, որ այդ որ գնում ես ձայնագրում են sense երևում է որ ասենք առանց կտրտելու են էֆիր տալիս, բայց դա սխալ է, քեզ վատություն են անում։ Դե ասի ոչ ինչ որ անում են, այդ իրանց է թվում որ վատություն են անում, հակառակ ժողովուրդը իրականում տեսնում է թե մարդ ազնիվ է թե ազնիվ չի, դրա համար այդպես բաներից մենք չենք վախենում։ Մենք պատրաստ ենք, մենք ի սկզբանե շատ լավ հասկանում ենք, որ այս իշխանությունը պիտի վերարտադրվի ինքը իր գոյութենական պայքարը, իր անձնական կռիվն է հիմա, եւ բնականաբար ոչ մի բանով չեն խորշելու։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ դա կարող են եւ հետապնդումներ եւ այլանդակ բանով
արհեստական բանականությամբ սարքած վիդեոներ, ձայնագրություններ, ախմախ գոյություն չունեցող փաստերի վերաբերյալ քրեական գործեր, այս ամեն ինչին մենք պատրաստ ենք, մենք հասկանում ենք, բայց ինչպես ասում է գործընկերս, մեր նժարի վրա դրված է մեր պետականությունը, մեր երեխաների ապագան, կամ մենք պատասխանատվությունը վերցնում ենք մեզ վրա, մի անգամ շնորհքով գործ ենք անում։ Մանավանդ այս իրավիճակում, երբ որ այնքան է կազմաքանդված երկիրը, որ միևնույն է հիմքերից ենք սկսելու, զրոյից ենք սկսելու, եթե չասեմ մինուսից ենք սկսելու կառուցել։ Դե որ զրոյից ենք սկսում, եկեք մի անգամ մարդավարի բան սարքենք։ Մի անգամ դնենք հիմքեր, որի պայմաններում հաջորդիվ մենք չենք ունենալու նոր Նիկոլներ, նոր, չգիտեմ, նոր պոպուլիստներ, լավ անունները դնենք մի կողմ, անունները կարևոր չեն։ Ոչ դիկտատորներ ենք ունենալու, ոչ պոպուլիստներ ենք ունենալու։ Ունենալու ենք համակարգ, որը ցանկացած պարագայում, ցանկացած քայլ աճ, ձախ, որը մեր պետականությանը, մեր անվտանգությանը, մեր հայկականությանը, մեր ինքնության հետ կապված խնդիրը առաջացնելու տեղում ասում բանը վետոներ են դրվելու եւ տեղում քրեական գործեր են հարուցվելու ոչ թե քաղաքական ապանյենտների վերաբերյալ, այլ հենց գործող նախ եւ առաջ գործող իշխանությունների վերաբերյալ։ Մենք երևի թե միակն ենք, ես ամենայն դեպս փորձում եմ լսել ապանյենտներին, հակառակ կողմերին, բայց ես չեմ լսել այդպիսի առաջարկ, որի պայմաններում մարդիկ ասում են մեզ ընտրեք, որպեսզի մենք գանք մեր կառավարման տարիներին մեր լիազորությունները կրճատենք։ Չկա տենց բան։ Որտեղ հանրությունից միգուցե պահանջ չկա այդպիսի։ Հանրությանը մեր այն նախորդ հարցին պատասխանելով մենք պարտավոր ենք մատչելի ձևով բացատրել հասարակությանը ինչու է սա կարևոր։ Մենք հիմա ոնց որ միաժամանակ մի քանի տեսակի գործեր ենք անում եւ հանդիպումներ եւ քննարկումներ եւ կոալիցիաների շուրջ քննարկումներ եւ աշխատանք, ընթացիկ աշխատանք, ցավոք սրտի վիզուալիզացնելու process-ը դեռ այդքան արագ չենք հասնում, բայց մեր թիմում կան երիտասարդներ, շատ լավ իդեպ նորից երիտասարդներ, որոնք շատ լավ տիրապետում են այն ինչին մենք բացարձակ չենք տիրապետում, պարզում այնտեղ ինչ-որ TikTok-ներ, Instagram-ներ, ինչ-որ բաներ կա, ու այդ դրա վրա աշխատանքները երիտասարդները սիրով, ասեմ որ որպես կամավորներ, մարդիկ գալիս են իրենց ծառայությունները, իրենց աշխատանքը, իրենց ներդրումն են առաջարկում, իսկ դա ամենամեծ նվերն է եւ ամենամեծ գնահատականն է, որը մենք դեռ ինչ կանա, երևի մի քանի ամիս է, չէ, որ հարթակում ենք 2-3 առավելագույնը 3, բայց մարդիկ գալիս են օգնելու, աջակցելու, իրենց գաղափարներն են բերում, մենք երկար քննարկում ենք, իրանք բացատրում են ու հիմնավորում են ինչի են իրենց գաղափարները լավ ու կարևոր։ Այսինքն այս շփումը անընդհատ 24 ժամ ռեժիմով այդ շփման մեջ այնպես որ դա շատ հուսադրող է։ Իսկ ինչ կապված է շատ կներեք, այդ տենց այդ ես իմ ֆեյքեր սարքել անելը, ուրեմն նայեք, էլի Համլետ ջան, կյանքում մարդ պետք է անենց ապրի։ Բարոյականության նորմերը նես բայ, որ երբ որ դու 60 տարեկան ես, ով էլ քեզանից հարցի ինչ էլ ֆեյք անեն, բոլորը իմանալու են, որ դա ֆեյք է, որտեղ սաղ տեսել են, այսինքն բաց ձեռքերի պես, թե բաց էջի պես, բաց գրքի պես, թե Տիկին Կարապետյան թե ես, բոլորը այստեղ ճանաչում են, գիտեն ով են, ինչ ենք, թե ինչ բարոյականության տեր մարդ ենք, թե մենք, թե մեր ընտանիքների անդամները։ Դրա համար դրան մեջ հեչ խնդրեմ չունենք, ինչ էլ ասեն, մարդիկ մեկա գիտեն։ Իսկ մեր համար կարևոր է, որ մեր շրջապատը, մեր հասարակությունը մեզ ու հենց տենց ենք ապրել, դա է կարևոր։ Եվ ես խորհուրդ կտամ բոլորին, ասենք մեր երիտասարդներին, որ այդ նայել, որ դու ապրելու ես մի հատ կյանք, որը որ պետք է ամեն արածդ քայլի համար հետո պատասխան տաս, անենց ապրի, որ ամոթ չլինի այդ ապրածիդ համար։ Ու դա նաև առավելությունը մնացած շատ շատերի հետ կապված, որովհետև երբ որ դու ունենում ես ռուսեն ասում են սկիլետի շկաֆու, հա, կամ հետագից ես ունենում տենց մշուշոտ կամ մեղմ ասած ոչ այդքան մաքուր, դու դառնում ես խոցելի, քեզ դարձնում են խաղալի, քեզ սկսում են մանիպուլացնել։ Հա, քեզ մաքուր օգտագործում են, դա կարող են անել քո երկրում, քո հատուկ ծառայությունների միջոցով տեսել եք ինչեր են կատարում, կարող են լինել դրսի հատուկ ծառայությունները, երբ որ դու չունես հետագից, կեղտոտ հետագից, քեզ ուղղակի չեն կարող շահագործել եւ ասեմ մենք երևի թե ամենամեծ գլխացավանքն ենք Նիկոլ Փաշինյանի համար լինելու, որովհետեւ մենք ունենք պատկերացում համագարկային փոփոխությունների եւ չունենք հետագից, որով կարելի է մեզ շանտաժ անել։ Այնպես որ մենք բավական մեծ գլխացավանք ենք լինելու իր համար։ Ինքը այս պահին, չգիտեմ, տենց արդեն սկսել են իդեպ որոշ մարդիկ սկսել են ինչ-որ գրառումներ անել Նիկոլ Փաշինյանի թիմից, թե բա այս փողերը որտեղից էս մարդկանց այս փողերը Նինային փողերը որտեղից ասում է խնդրեմ մարդը զբաղվել է բիզնեսով, մարդը ցանկություն ունի Հայաստանում փոփոխություններ բերելու եւ մարդը պատրաստ է որպես միցենատ ներդնել Հայաստանի իրականացվող process-ներին, պատրաստ է իր գումարներ դնել։ Նինան դնում է իր, չգիտեմ, միտքը, գիտելիքը, չգիտեմ, ճանաչությունը, էներգետիկան, պարոն Իկանոմովը առաջի տարին չի որ ներդնում է պարոն Իկանոմովը, պարոն Իկանոմովը սա կյանքի ընթացքում ներադրել թե Հայաստանի, թե հայերի, ասենք իմ շրջապատի բարեկամների, ընկերների, ծանոթ, անծանոթ միշտ օգնել ենք, արել ենք ու բոլորը լավ գիտեն, որ թե ինչեր եմ արել, դրա համար ես դրա համար առաջի անգամը չի, առաջի դեպքը չի սովորենք։
Ամեն դեպքում պետք է հաշվի առնենք, որ Հայաստանում քաղաքական դաշտը ինքը ամբողջովին գնացել է on-line տիրույթ ու նախ իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ իշխանության այսպես թույլ կողմերից մեկը այն է, որ ինքը երիտասարդների աջակցությունը չունի, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, թեպետ օբյեկտիվ փաստերի վրա հիմնված, որովհետև տեսնում եք մեր դաշտը հիմնական հիմա կոնկրետ երիտասարդ սեգմենտը մեծապես ավելի շատ ընդդիմադիր է ու Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում փորձում է իրան այսպես երիտասարդի տեղ դնի, հա, որ փորձում են, հա, մեծ մարդիկ իրենց երիտասարդի տեղ դեն, չի ստացվում, այդ սարտիկներն էլ է, էլի, տենց ոնց որ Ջե ոնց որ չհամապատասխան, չէ, ճիշտ է, որովհետև ամեն տարիք ունի իրան համապատասխան գործողությունը, որտեղ այն լավ իմաստով չարաճճիությունները, որոնք դու կարաս քեզ թույլ տաս անել 20 տարեկանում ու դա շատ սիրուն է երևում ու դա շատ ճիշտ է ու տեղին է, կներես 50 տարեկանում դա արդեն դեգեներատ լինելու քնես տպավորությունը ոնց որ սпасել է վարչապետ դառնա կյանքում ինչ չարություն չի արել ոնց որ այդ ամեն ինչը անի էլի գիտեք ոնց լինում է չէ մեկ ասենք թերթում եք այդ TikTok-ը էսի ինչա մեկ էլ ինչ-որ մարդ է ստենում հոտ է գալի ոնց որ չէ սենց նայում ես ալնում է նկարա բայց հոտ է գալի հեռախոսից է այդ հոտը գալի էլի դրանից հետո ինչ ուզում ես արա արդեն մեկը այդ հոտը քեզանից գալու է ինչ էլ անես ինչ անես ծաղիկ դնես սրտիկ սարքես մեկը այդ հոտը արդեն սով էլ կապել է Հիմա ամեն դեպքում բայց պետքա փաստենք որ երիտասարդներն նայում են այնպես համացանցում տամ երիտասարդը այս երկու կողքի նայում են հարցում են ու այդ սրտիկելու պահն են էլի նայում նա ինքը փորձում է այս երիտասարդական երկեր դնի ամեն դեպքում դա ազդում է չեմ կարծում որ կանա կապիտալիզացնի իհարկե դա ընտրությունը մեծ սրտիկի համար երիտասարդները գնան իրան ընտրեն բայց իսկ ինքը դառնում է ուղղակի դիտումների համար ու ամեն դեպքում անում է հիմա ընդդիմությունը ստեղ ինչ պետք անի երիտասարդների հա հետ կապված է իսկ որովհետև երիտասարդներին շատ դեպքում նախկինում ինչ էին անում ճամբարներ կար կուսակցական գնում էին այդ ճամբարները մասնակցում էին հիմա փոխվել է կերպը երիտասարդները ինչ որ բան են ուզում, բայց չեն կարող, հա, ընդդիմադիր են երիտասարդները, բայց չեն կարող մասնակցեն կոնկրետ, հա, հողի վրա չեն կարող մասնակցեն, on-line խոսում են, կոմենտներում խոսում են, բայց չեն կարող ընդդիմություն չի կարող երիտասարդներին դուրս հանի։ Նայեք, նա ես ասեմ, ինչ որ ապագայում կլինի երիտասարդների հետ կապված, այս Տիկին Կարապետյանցի հետո կասի այստեղ մենք հիմա այսօրվա դրությամբ ինչ ենք անելու։ Այ մեր համակարգային փոփոխությունների իմաստներից մեկը հենց նա է, Համլետ ջան, որ իրականում մենք առաջարկում ենք անենց մոտեցում, որ կապ չունի երիտասարդը գյուղից կլինի, քաղաքից կլինի, որտեղից կլինի, ինքը պետք է հնարավորություն ունենա իր մասնակցությունը, որտեղ ամենա այն լավ ժամանակ, ամենա եռանդուն ժամանակ, ասենք այդ 16, 17, 18 տարեկանից սկսած մարդիկ պատրաստ են ինչ որ օգուտ տալ, հա, թե նախ եւ առաջ իր ընտանիքին եւ իհարկե պետությանը, հա, եւ այսօր չկա այդ սոցիալական լիֆտերը որով կարողանան այդ մարդիկ ինչ-որ ձև մասնակցությունը իրանց ծաբերեն, առաջ ոնց են անում, Սերժ Սարգսյանենք ասում են այդ երիտասարդական ձեր ասած այդ ճամբարներ են ինչ-որ երևի սարքում, թե ինչ Մելիք Ադամյանով պետք է անցնեին բոլորը, որ ինչ-որ պաշտոնի գնան բան անեն։ Այս օրադրությամբ կամ ինչ-որ ուրիշ մշակույթներ են ընդունում ուզաճած, որովհետև այնտեղ էլ կա արժեքների մասին այնտեղ խոսքը, իսկ ստեղ, ասենք քաղաքականը նորմալ կյանքի մեջ արժեքների մասին խոսք չկա։ Ուրեմն պետք է լինի այն արժեքային ինստիտուտը այն մոտեցումները հայկական են գաղափարը արժեքների մասին, որտեղ որ այդ մարդիկ կարողանան գնալ, ստանալ, տեսնել դա եւ իրար հանդեպ վստահություն ձևավորել։ Ամենակարևորը լինելու է, եթե արժեքների վրա հիմնված վստահություն ձևավորվեց, կյանքը փոխվելու է, երիտասարդի կյանքն է փոխվելու։ Ինքը կարողանալու է իրականում ծրագրել իր ապագան, հասկանալ թե ուր է գնում մեր պետությունը։ Եվ դրա համար մենք այդ փոփոխությունների մեջ նախատեսել ենք այդտենց մի հատ մոտեցում, բացի այդ պետխորհրդից այնտեղ կա այդ ինստիտուտի դպրոցի թե կա կոչենք դեռևս վերջնական անունը որոշված չի, էլի ուզում ենք այդ կոալիցիան որոշի, որտեղ շատ կարևոր է դա լինելու, եւ այդտեղ այդ երիտասարդները ստանալու են այդ շփման հնարավորությունը ավելի տարեց մարդկանց հետ, ավելի գիտուն մարդկանց հետ, ավելի իմաստուն մարդկանց հետ եւ այդտեղ է լինելու, որ այդ սոցիալական լիֆտի ապահովման հնարավորությունը կստացվի այդ հետագայում իսկ հիմա մենք շատ ակտիվորեն աշխատում ենք երիտասարդների հետ, մենք փորձում ենք իրենցից ստանալ տեղեկատվությունը, ինչ ձևով, ինչ ֆորմատներով կարող ենք մեր նպատակային այսպես մեր թեմաները գալ հասցնել երիտասարդներին, ինչպես կարող ենք իրենց ներգրավել։ Ես չեմ կարծում, որ մենք այս պահին այդ փողոց դուրս գալու, այդ եռանդը, ես հասկանում եմ, որ ձեր արունը եռում է, բայց միշտ չի, որ հենց այսօր, հենց հիմա փողոց դուրս գալու հարցը շատ ճիշտ է լինելու լուծելու։ Ես հասկանում եմ նաև, որ դա շատ հոգնածնող է, ինչ որ բան բարդ մտքեր լսելը, բայց այ հիմա մշակման փուլում է, ես կարծում եմ, որ մենք
երևի շատ չէ, երևի մի ամիս հետո մենք արդեն կկարողանանք ավելի հասանելի մատչելի այդ TikTok-ներով մնացածներով կարողանանք ներկայացնել մեր գաղափարները, նաև կկազմակերպենք այլ բնույթի հանդիպումներ, քննարկումներ, որոնք իսկապես շատ կարևոր են, որովհետև այն ինչ որ մենք անում ենք հիմա, հանուն արդարության ասենք, որ դա շատ երկար ու դժվար ճանապարհ է լինելու, բայց ամբողջ իմաստը մեր ներգրավելու նաև նրա մեջ է, որ մենք որպես ավակ սերունդ պիտի ամենադժվար մասը, այն ոնց ասեմ, ծանր մասը, այ սկիզբը դնելը, սկսել աշխատացնելը մենք պիտի վերցնենք մեր վրա։ Եթե մենք դա չարեցինք, դա դուք եք ստիպացնելու, ու մենք էլի նորից 5, 10, 15 տարի հետ ենք ընկնելու։ Եթե մենք այսօր սկսեցինք, ընդամենը երևի 5 կամ 10 ամենաուշը տարի հետո դուք կարողանալու եք գալ արդեն համակարգերի մեջ հստակ պատկերացումներ ունենալով, թե ինչ եք անելու։ Ու այս այն այլասերված մտածողությունը, վիճակը, քաղաքական դաշտում այդ թվում նաև այդ այլասերվածությունը ուղղակի չի կարող լինել։ Այն համակարգը, որով առաջարկում ենք, մենք ինքը ուղղակի չի լինելու։ Ու մարդիկ լինելու են իսկապես չեն վախենալու որևէ կուսակցության անդամակցելու, որևէ թիմի անդամ դառնալու, որովհետև դա ամոթալի process չի լինելու։ Որտեվ այսօր շատ երիտասարդներ օրինակ խուսափում են գնալ նաև ինչ որ process-ների մասնակցել փողոցում շատ անգամ չեն լինում, որովհետև երբ կազմակերպվում է կուսակցության, ինչ որ կուսակցության կողմից, իրենք վախում են այդ կուսակցության հետ նույնականացվել։ Իսկ այդպես պիտի չլինի, մենք պիտի անցնենք այնպիսի, եթե կուզեք լյուստրացիայի, չգիտեմ, մաքրման, զտման process պիտի անցնենք, որի պայմաններում այլևս ամոթ չի լինելու, ուղիղ հակառակը շատ պատվաբեր է լինել զտված կուսակցությունների անդամ, որովհետև դա ձեր միտքն է։ Իսկ նրանք, ովքեր որ չեն ուզենա կուսակցական ճանապարհով բարձրանալ եւ մասնակցել պետության կառավարման, ինչպես պարոն Նիկանովը ասաց, մենք ունենք հատուկ մշակված ծրագիր, որով մարդիկ ովքեր չեն, որտեվ այսօր էլ կան շատ լավ մասնագետներ կան, մեր հասակակիցները եւ ավելի երիտասարդ մարդիկ, ովքեր ոլորտի փայլուն մասնագետներ են, ունեն մեծ հնարավորություններ պետությանը շատ լավ բարիք ստեղծելու պետության համար, բայց ոչ մի ձևի չեն ուզում, ոչ մեկի հետ չեն ուզում շփվեն, որ չմխտրվեն, այսպես ասած։ Հիմա այս մարդկանց համար մենք ստեղծելու ենք հնարավորություն, որ իրանք գան, անեն իրենց աշխատանքը, կուզենան շարունակել, թող շարունակեն, չեն ուզենա կգնան գիտական աշխատանքով կզբաղվեն կամ կրթական ոլորտում կզբաղվեն։ Այսինքն, այս ամբողջ համակարգը իսկապես մտածված է։ Ու ճիշտ եք ասում, այս բարձ սխեման պոպուլիստական ձևերով բացատրել իրականում շատ դժվար է լինելու, բայց մենք աշխատում ենք դրա վրա։ Ոչ թե պոպուլիստական ներկայացնենք, այլ իրական ներկայացնենք։ Այս միակ իրականն է, որ պետք է օգտագործել։ Վերջում փորձենք երկու շատ կարևոր թեմա կարճ մի հատ ամփոփենք։ Նախ հայն հերոստանգերության հետ կապված ես կատեցի, որ դուք վերջերս ծրագիր եք կազմակերպել, որ հանրային հերոստանգերության հանրությանը վերադարձնելու հետ կապված, որովհետև վերջերս իշխանությունից են գնում, հա, մենք հիմնական իշխանությունից են գնում, ես չեմ տեսել, որ այնտեղ ոչ խորհրդարանական կամ ընդդիմությունից ձեզ չեն կանչել ամեն դեպս ձեզ Պետրոսյանը չի ուզում կանչի ամեն մեկին կանչում Արման Թաթյանին ասում է արի ինչի չես գայս եւ այլն խորհրդարանական բայց ձեզ չի կանչում որպես ընդդիմադի վարչապետի տեխնացու հետաքրքիր է Հանրժան նախ եւ առաջ ձեզ ասեմ մենակ հանրայինը չի օրինակ ես այսօր հասկացա արդեն որորդ անգամ նայում եմ 168 AM-ն տիկին Սաթիկը ամեն անգամ այդ ասենք այն հների այդ օպոզիցիան ով որ ունեն իրանց բաները թերթերը բաները օրինակ ներկայացնում են այս ուժը բոլոր ուժերի անունը տալիս է մեր ուժերի անունը չեն տալ չնայած ի սկզբանե հենց մեր երբ որ մենք ներկայանում ենք եկել են անեն շուր չգիտեն մեր մասին լավ գիտեն բայց ինադու մեր անունը չեն տալի հանգարցակի այդ Քոչարյանն են Սարգսյանն են Նիկոլ մեր անունը չկա տենց բան չկա ուշադրություն չենք դարձնում որովհետեւ պարզ է ուշադրություն ես դարձնում արդեն մենք ավելի կաճենք չէ մարդիկ իմանան կհետաքրքրեն հետո այդ նժարը ոնց են ինչ են իրականում Տիկին Կարապետյանցին հրավիրել են ՀՄԵԿ-ից, բայց մենք հրաժարվել ենք այդ Տիկին Կարապետյանցն հրաժարվել մասնակցել ՀՄԵԿ-ին, որտեղ մենք հաշվում ենք եւ գտնում ենք, որ ՀՄԵԿ-ը դարել է ուղակի կառավարության եւ այսօրվա իշխանության ռուպորն է դարել։ Իրանք ուղակի այն ոնց որ ասում են գեբելսական, հա, այդ ինֆորմացիոն դաշտ են ստեղծում, ամեն ինչ, այն օրենքները խախտում են ամեն ձև եւ մենք հրավիրելու ենք հիմա մեր քայլերը ձեզ ասեմ ինչ են կարել, հա, եղելա կրոջ սեղան մենք նամակ ենք հրատարակել, հայտարարություն ենք հրապարակել եւ իմաստը ինչն է։ Հիմա մենք նախապատրաստում ենք եկող շաբաթ երևի թե արդեն պատրաստ կլինի նամակ հատուկ միջազգային ինստիտուտներին դեմոկրատիկ Ամերիկայի, Անգլիայի, Եվրոպայի ինստիտուտներին, հենց Եվրոմիությանն ենք դիմելու, որտեղ ՀՄԵԿ-ը Եվրոմիության այդ
բանի անդամ էլ կազմակերպություն կա, այս մոռացա անունը ոնց է կոչվում, իրանք այնտեղ էլ ներկայ։ Մենք բոլորին դիմելու ենք եւ հարցնելու ենք։ Այդ ոնց է լինում, որ ասենք այդ դուք աչքերը փակել եք, թե ստե ինչ է կատարվում։ Մենք ձեզ խնդրում ենք, եթե դուք ժողովրդավարություն եք ներկայացնում իրական եւ դրա ջատագովներն եք եւ մեզ էլ եք ասում, եկեք ժողովրդավար ձևի ապրենք, մենք այսօր կորցնում ենք ժողովրդավարություն իրական։ Մեր մոտ հռչակած է որպես ժողովրդավար երկիր, բայց իրականում ժողովրդավարություն չկա, որովհետեւ մի հատ հասարակությանը պատկանող եւ հասարակության հարկերի միջոցով ապրող, որը որ պետք է հանրայինը կոչվող հանրությանը բանաներ ներկայացներ, հա, հանրության շահերից ելնելով բանը, իրանք ներկայացնում են կառավարությանը եւ այդ առումով մենք գնալու ենք միջև։ Մենք հասկանում ենք, որ չի լինի սրանց հանել, որ դրանց չեն հանի, չեն ինչ որ տուգանքի քրեական գործեր չեն։ Մենք հասկանում ենք դա, որտեղ մեր նպատակը նա չէ, որ Պետրոս Ղազարյանին նստացնենք նրա համար, որ ինքը այդ քարոզչական աշխատանքն է տանում իօքուտ կառավարության, որը իրավունք չուներ, իօքուտ իրականոջ փաստորեն էլ կառավարության մեջ էլ իրական ինքն է նստած, շատ հետաքրքիր է իհարկե ստացվում։ Հիմա մենք դրա համար չենք անում, որ ինչ որ մեկին նստացնենք, բայց մենք անում ենք դրա համար, որ եթե մենք կարողանանք հասնենք այն բանին, իրանք հասկանում այդ Պետրոսին շահերի բախման պատճառով հանեն, շատ լավ է, չեն հասկանա, ձև կանեն, որ չեն հասկանում ինչի մասին է խոսքը։ Այդ դեպքում պետք է այդ միջազգային ինստիտուտները կարողանան ստեղ մոնիտորինգային խումբ ուղարկեն, որ ընտրություններից առաջ իրանք կարողանան մոնիտորինգ անեն ինչ որ ձևի արդար, որ անցնի այդ ընտրությունների քարոզչական ժամանակ։ Փոքր բան ներողություն չմոռանաս ինչի ասելու։ Փոքր լրացում անեմ, երբ հրավիրեցին, երբ որ մենք հայտարարություն գրեցինք, որ կազմակերպելու ենք կլոր սեղան քննարկելով այս հարցերը, անմիջապես զանգ եկավ, Բաթիկին կառավարության ձեզ հրավիրում ենք, թե վերջի երևի 1 տարվա ավել ընթացքում չէին հրավիրել։ Չեմ ասում, որ ուղակի զրպարտությունով էր զբաղված Պետրոս Ղազարյանը, երբ որ մեր գործընկերոջը ասեց, դուք գալիս եք փոշիացնելու 0.1% եք հավաքի, այդ ո՞նց է դու որոշել, որ մենք 0.1% ենք հավաքի, երբ որ մենք նոր ստեղծած ուժ ենք, 3 ամիս չկա, այն վաղ 2 ամիս չկար, Միսկարյանն անդե ոչ թե ինչ որ մատ ուրիշի ներկայացնող բաներ էր։ Այն մարդուն դուք ներկայացրել եք որպես նժար սահմանադրական շարժման համայնադիր։ Դու այդ նժար շարժումը նոր եկել, դու իրան ասում ես դու եկել ես փոշիացնելու, դու այդ ուղակի զրպարտությունն է, ինչի համար նա պատասխան է դեռ տալու։ Մենք դա դատի տալու ենք իրան դրա համար, թող ինքը լավ իմանա, թող պատրաստի։ Հա, որտեղ ես նկատեցի նախ ոնց հասկացա, եթե ուզում եք հանրությանը վերահասնել, կարճ վերադարձնել հանրային հեռուստաընկերություն, եթե կարճ չազենք, ոնց հասկացա, ուզում եք Պետրոս Ղազարյանին աշխատանքից հեռացնեք։ Այդ թվում այդ մարդը իրավունք չունի, ոչ մի բարոյական իրավունք չունի, այնտեղ ինքը նստելու եւ այդ քարոզչությունը տանելու։ Դա հայտարարությունն է եւ միևնույնն է ինքը պատասխան է տալու։ Մենք գալու ենք իշխանության, մենք գալու ենք այդ փոփոխումներին եւ ինքը պատասխանատվություն կրելու է ամեն դեպքում։ Եթե այս դատախազը քրեական գործ չհարուցի ըստ մեր դիմումի, որը որ մենք նախապատրաստում ենք, ինքը մյուս դատախազի ժամանակ պատասխան է տալու իր արարքների համար։ Այստեղ ուղղակի պետք է շատ լավ պատկերացնել մարդիկ հասարակություն, ովքեր նայում են այդ համեկը, իրանց մոտ կարողանում են իրենց մանիպուլացնել ինչով։ Նույն կառույցի երկու տարբեր անդամներ, որոնք Նիկոլ Փաշինյանի հետ շատ սերտ փոխկապակցված են եւ իր փաստացի ռոպագանդան են անում, մեկին ներկայացնում են որպես այդ կառույցի ղեկավար կամ անդամ, մյուսին ուղակի ներկայացնում են որպես փորձագետ։ Լսող մարդով չի ճանաչում, հա, քաղաքագետ օրինակ, հա։ Մարդով որ չի հասկանում, չգիտի, չի ճանաչում, իր մոտ տպավորությունն է, որ մի քանի տարբեր անծանոթ մարդկանց են բերել, բայց այդ բոլորը ասում մի հիմնարկից են եւ փոխկապակցված են Նիկոլ Փաշինյանի հետ։ Մյուսը իբր ընդդիմադիր ուժ ներկայացնող մարդ է լինում, որը որ հիմնականում այն որ ասում պասերով խաղում են Նիկոլ Փաշինյանի հետ, տպավորությունը պատրանք է ստեղծում, որ ինքը ընդդիմադիր է, բայց իրականում իր ամբողջ խոսույթով սատարում է Նիկոլ Փաշինյանին։ Մեկ էլ բերում են մեկին, որին ձեն չեն տալի, հենց մտ տարբերակ չեն թողում խոսալ։ Եթե 4 կողմից վրա են տալի։ Բոլորը ներառյալ վարողները տենց այնպիսի հակահարցակում են անում ու միաժամանակ բոլորը խոսելով թույլ չեն տալի, որ որևէ այլ տեսակետ ու միտք հնչի հանրայինի եթերից։ Ու սա մի դեպք չի, երկու դեպք չի, երեք դեպք չի, դա այդպես է իրականացում։ Բայց եթե կանչում են մարդուն ուղակի այդ բանը ֆորմատը ապավելու համար, որ վաղ ասեն, բա չեք հրավիրում, ասեն հենա հրավիրել եք։ Կներեք, ասում եմ, միայն այնտեղ
ֆիզիկապես ֆուտլար չի այդ մարդը, որ եկել այդտեղ կանգնի։ Այդ մարդը եկել այդտեղ խոսալու իր միտքը գաղափարը տարածելու։ Եթե մաջալ չեք տալի խոսալու, դա նշանակում է դուք խախտում եք օրենքը։ Նորից խախտում եք օրենքը եւ էլի նորից կա շահերի բախում շատ հստակ։ Եթե կինդ կառավարության անդամ է, ընկեր, դու ի՞նչն ես բանանում, դու ո՞նց ես ներկայացնում շահերը։ Այդ հմեկի փորձագետն է 90%-ը, հմեկից հետո հայտնում են CVK-ում, հետո հովանավակում հայտնում են վարշապետի կողքին, որ հետագի պատահականությամբ ահա, ես օրինակ մի մասին չէի բան արել, բայց ես բռնացեցի պատահականորեն հովա մի քիչ թաքնվել էին, հա, ոնց որ այս անգամ փորձագետ ոնց որ չէին եկել, այս անգամ որպես կրոնի մասնագետ էին եկել, բայց չստացվեց։ Ամեն դեպքում ես նկատել եմ, որ ձեզ նախկինում որպես իրավապաշտպան հմեք չէին կանչել, հա, չգիտեմ, ասենք Մարս մոլորակում այլ մոլորականիներ ինչ որ վարչական տեզերական իրավունք է խախտում 955 Դանիել Հովանեսյանը Պետրոս Ղազարյանի դիմաց նստած էր, բայց դες երբեք չեն կանչել որպես իրավապաշտպան։ Քիչ, մի քանի անգամ կանչել են, բայց մի պահ եկավ, ես հասկացա, որ էլ չեն կանչելու, որովհետև ակնհայտ, այսպես պրո-իշխանական մարդկանց պիտի կանչեին եւ այդ թվում է իրավապաշտպանության համար հրավիրում էին մարդկանց, որոնք իրավապաշտպանության հետ ընդհանրապես կապ չեն ունեցել։ Այսինքն ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ։ Բայց եթե դու ուղակի հետազոտող ես, եթե դու մասնագիտությամբ իրավաբան, պարտադիր չի որ իրավապաշտպան իրավաբան լինի իրականում, բայց եթե դու այդ ոլորտում մասնագիտացված չես աշխատում, իրանք հարմարեցված ուղակի բերում են մեկին, որ դու Դանիելը չլինի, ուրիշ մարդ լինի։ Ներկայացնում են որպես իրավապաշտպան տպավորություն են ստեղծում, որ այսա քաղաքասարակությունն է, սա իրավապաշտպաններ են եւ իրանք ամբողջությամբ կիսում են Նիկոլ Փաշինյանի տեսակետը։ Եվ այդ ամենը ներկայացնում են արևմուտքին էլ, որ տեսեք, մեր մոտ ընդդիմություն կա, ընդդիմությունը ձայն ունի, հենա քաղաքասարակություն ունեն, քաղաքասարակությունը մեր կողմն է, ձայն ունի, խոսում են, մենք այդ եթեր ենք տալի իրանց։ Եվ կիսում են մեր տեսակետը շատ հարցերում, հա։ Այն մարդիկ, ես ուղղակի ուզում եմ, որ մեր հասարակությունը շատ լավ հասկանա մեր ժողովուրդը։ Այն մարդիկ, ովքեր անգամ գալիս են եթերներից, ինչ որ չափով թեթև թեկուզ քննադատություն են հնչեցնում, իրանք դիմանան, որ այդ մարդկանցից մեծ մասը, երբ որ գնում է փակ հանդիպումների, ամբողջությամբ կիսում է Նիկոլ Փաշինյանի տեսակետը։ Երբ որ գնում են այդ միջազգային գործընկերների հետ հանդիպման, այնտեղ ամեն ինչ լավ է։ Դե ասում են հա կան մանր-մունր թերություններ, ինչ որ տեղի ունեն այսօր, դա իրանք կարծիքով մանր-մունր թերություններ են, էլի։ Մի խոսքով բավականին լուրջ խնդիր կա։ Մենք այսօր շատ կարևոր է իրանք իմանան, որ մենք գիտենք ով է։ Դա էլ է կարևոր։ Շնորհակալություն Տիկին Կարապետյան եւ պարոն Նիկանով այսօր մեզ սիրուն կալելու համար։ Մենք ենք շնորհակալ եւ հուսանք, որ երիտասարդները իսկապես կպատկերացնեն, որ վաղվա դա սա ձեր վաղվա օրն է, ձեր սեփական կյանքը ձեր սրտով, ձեր պատկերացումներով կառուցելը ամենակարևոր process-ն է։ Դուք պիտի անմասն չմնաք, դուք պիտի մասնակցեք այս process-ներին, հիասթափվել չկա, հուսահատվել չկա, վախենալ չկա։ Մի խոսքով մենք ենք ու մենք։ Մենք բոլորս ապրելու ենք Հայաստանում եւ ամեն ինչ անել ենք, որ ուժեղ պինդ Հայաստանում ունենանք։ Սա մեր ընդհանուր գործն է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարգելի հետևորդներ, կհանդիպենք։